Դիտեք առաջին ալիք Ամերիկայի հեռուստակոնտենտը։ Բաժանորդագրվեք առաջին ալիք Ամերիկայի YouTube-յան ալիքին First Channel America։ Մինչ 2 տարի առաջ տեղի ունեցած մրցույթը իմ խորին համոզմամբ Հայաստանի երաժշտասեր հասարակության մի զգալի մասը կամ մեծ մասը ընդհանրապես այդ մրցույթի մասին տեղեկություն չուներ եւ հանկարծ մի փոքր հրաշք տեղի ունեցավ։ Ամբողջ երաժշտասեր հասարակությունը սկսեց հետևել նախընտրական փուլերին Հայաստանում տեղի ունեցող։ Տեղի ունեցավ մի իրական հրաշք, որովհետեւ ամեն երաժիշտ ուներ իր երկրպագուները, քննարկումներ էին տեղի ունենում ոչ միայն երաժիշտների մոտ, այլև ընդհանրապես Հայաստանում։ Հաջորդ հրաշքը, որ տեղի ունեցավ, այս տարի տեղի ունենալու հայաստանյան արդեն համաեվրոպական եզրափակիչ փուլը, Արամ Խաչատրյանի ծննդյան օրը, սա շատ ուրախալի է, քանի որ ոչ միայն տարբեր երկրներից հիանալի լավագույն ընտրված պատանի երաժիշտներ են գալու Հայաստան մրցույթի, այլև մեր պատանի երաժիշտները հնարավորություն կունենան նրանց հետ շփվելու։ Նաև ես շատ կարևորում մինչ այս տեղի ունեցած նախընտրական փուլերը, որովհետև տեսել եմ, թե ինչպիսի ջանասիրությամբ են պատանի տաղանդավոր երիտասարդ երաժիշտները պատրաստվում այդ մրցույթներին, ինչպիսի ոգևորվածությամբ են գործեր ընտրում, խորհրդակցում դասատուների հետ այս վերջին տեղի ունենալիք եզրափակիչ փուլի համար գործի ընտրությանը։ Ես Անի Մելիքյանն եմ, 17 տարեկան, սովորում եմ Չայկովսկու անվան միջնակարգ երաժշտական մասնագիտացված դպրոցի ջութակի բաժնում։ 11 տարի է զբաղվում եմ ջութակով։ Իմ մայրիկը, քանի որ նկատեց փոքր ժամանակ երաժշտության հանդեպ սեր, տարավ երաժշտական դպրոց, տարբեր գործիքներ էին դրված, որոշում պետք է կայացվեր եւ ես ընտրեցի բոլոր գործիքներից ջութակը, քանի որ զգացի, որ ավելի հոգեհարազատ է ինձ լինելու այս գործիքը։ Երբ որ իմ անունը հնչեց եզրափակիչ փուլ անցնողների մեջ, ես որ ճիշտն ասեմ, չէի սպասում։ Անի Մելիքյան։ Ես միայն մտածում էի, որ լավ կատարում կգերի միայն ժյուրիին, տեսնեն այն ինչ որ կա իմ երաժշտության մեջ ու դա տեսնելով իմ կարծիքով նրանք կընտրեին ինձ եւ դա ճիշտ դուրս եկավ, ստացվեց այդպես, որ ինձ ընտրեցին։ Դեպի դասական Եվրատեսիլ ծրագրին մասնակցելը ինձ տվեց նոր ընկերներ, նոր երեխաների հետ ծանոթացա, շփվեցի, բոլորին մաղթում եմ հաջողություն, իրոք, սրտանց։ Ես ուզում եմ, որ բոլորը ուրախ լինեն այդ օրը, ովքեր որ նվագում են։ Ես չեմ մտածում ով է հաղթելու, ես չգիտեմ ով է հասնելու Հայաստանը, բայց ով որ գնա, պատիվը բարձր պահի։ Ես Խաչիկյան Էլենն եմ, 17 տարեկան, քաղաք Նորհաճնից։ Սովորում եմ Երևանի Չայկովսկու անվան երաժշտական դպրոցում Մարինե Մարգարյանի դասարանում։ 12 տարի է ինձ զբաղվում եմ երաժշտությամբ, նվագում եմ դաշնամուր։ Ծնողներս տեսնելով սերը դեպի երաժշտությունը եւ դեպի դաշնամուրը, որոշեցին գնել ինձ համար դաշնամուր եւ դեռ փոքր տարիքից, դեռ երաժշտական դպրոց չգնալով, ես սկսեցի նվագել գործիքի վրա եւ տեսնելով, որ այդ սերը ավելանում է ոչ թե մարում, ծնողներս որոշեցին ինձ տանել երաժշտական դպրոց եւ անխոս դաշնամուրի։
Սա արդեն երկրորդ տարին է, ինչ ես մասնակցում եմ եւ ի շնորհիվ այս մրցույթի ես առաջին անգամ ելույթ ունեցա նվագախմբի հետ եւ ինձ համար շատ կարեւոր էր այս տարի էլ լինել ֆինալում, որպեսզի այդ հնարավորությունը եւս մեկ անգամ ունենամ։ Ես շատ ուրախացա հենց այդ ժամանակ, որ լսեցի, որ ֆինալիստներից մեկը ես եմ։ Էլեն Խաչիկյան Բոլորիս մաղթում եմ հաջողություն եւ լավ ելույթներ եւ ուզում եմ հաջողություն մաղթել նաեւ այն մասնակցին, ով կընտրվի Հայաստանը ներկայացնելու համար, որովհետեւ բոլորս լինելու ենք նրա կողքին, կապ չունի, որ մենք ինչ-որ մրցույթի մեջ ենք, մենք ընկերներ ենք, մենք ներկայանում ենք մի դրոշի տակ եւ այդ դրոշը պետք է միշտ բարձր ծածանենք։ Ես Էդուարդ Դայանն եմ, 17 տարեկան, Երևան քաղաքից եւ ավարտել եմ Չայկովսկի անվան միջնակարգ երաժշտական դպրոցը։ Դահապես 9 տարի է, ինչ նվագում ջութակը, ծնողներս երաժիշտներ են եղել, շատ եմ գնացել իրենց համերգներին եւ որոշեցի երաժիշտ դառնամ։ Անցած անգամ, երբ մասնակցեցի, դեռ շատ ավելի քիչ փորձ ունեի եւ դրա համար այս անգամ ոնց որ նորից հետ ես գնում այդ հիշողություններին, որոնք իմ համար շատ հաճելի են։ Այս նախագծում մասնակցությունը ինձ տվեց ծանոթություն իմ շատ նաեւ նոր երաժիշտների, ով որ միգուցե ծանոթ չէի, համ էլ ավելի շատ շփվել այն երաժիշտների հետ, ում արդեն երկու տարիներ ճանաչում եմ։ Բոլորիս մաղթում եմ հաջողություն, որտեղ ամենակարևորը բեմում վայելն է։ Պիտի ամբողջությամբ քեզ ցույց տաս, վայելես եւ արդեն արդյունքը քո ձեռքում չէ, ժյուրի ձեռքերում է։ Դրա համար արդեն անհանգ ստանալու բան չունես։ Տասնմեկ մասնակիցներ են եզրափակիչում, բոլորը մեկը մեկից հետաքրքիր երաժիշտներ են։ Տարբեր գործիքների են տիրապետում, փողային, լարային դաշնակահարներ, ինչ շատ դժվար է օրինակ մի հոգու ընտրել եւ իրականում անցած անգամ նույնպես եզրափակիչում շատ դժվար էր ընտրել մեկ հոգու, 11-ն էլ իրոք իրար արժանի մրցակիցներ են, շատ դժվար է լինելու ընտրությունը։ Իմ անունը է Էլեն Վիրաբյան, ես 15 տարեկան եմ ու ես Մոսկվայից եմ։ Նվագում եմ ֆլեյտա 6 տարեկանից։ Իմ համար ֆլեյտան կյանքի իմաստն է։ Իմ մաման ու պապան երաժիշտ են ու ինձ օգնել են ընտրել այս ճանապարհը։ Որպես երաժիշտ ես շատ կուզեի օրինակ դառնալ իսկականից լավ մասնագետ, ծանոթանալ հետաքրքիր երաժիշտների հետ, ժամանակ իրանց հետ անցկացնել, լավ օրկեստրի մեջ նվագել։ Հաջորդ փուլ անցնում են Էլեն Վիրաբյանը, Երաժիշտի համար շատ կարևոր է մասնակցել մրցույթներին, որովհետև դու համ քեզ ես ցույց տալի, համ նոր մարդկանց հետ ես ծանոթանում, ժյուրիից ինչ որ կարևոր բաներ ես լսում, ինչ իրանք քեզ ասում են, դու իրանցից այդ վերցնում ես, գնում ես պարապում ես ու մյուս անգամ ավելի լավ ես նվագում, ավելի լավ ես քեզ ցույց տալի։ Ես կուզեի մաղթել համ ինձ, համ ուրիշ նվագողներին վստահություն, լավ ելույթ ու ստանալ հաճույք իրանց նվագից։ Ողջույն, ես Հայկ Ջուլհակյանն եմ, 14 տարեկան եմ, Երևանից եմ։ Սովորում եմ Պարոնյան երաժշտական դպրոցում, Իզաբելա Պարոնյանի դասարանում։ Հայրս ավարտել է երաժշտական դպրոցի դաշնամուրային բաժինը եւ փոքրուց մեր տանը եղել է այդ գործիքը եւ 4-5 տարեկանից արդեն փորձում է ինչ-որ նոտաներ նվագել հայրիկիս հետ թեկուզ եւ արդեն 5 տարեկանից սկսեցի հաճախել երաժշտական դպրոց։ Սպասում էի արդյունքներին, երբ լսեցի իմ անունը, շատ ուրախացա, որ հնարավորություն եմ ունենալու եզրափակիչ փուլին նվագել նվագախմբի հետ։ Հայկ Ջուլհակյան
Սա ինձ համար շատ մեծ հնարավորություն է։ Նշեմ, որ արդեն երկրորդ անգամ եմ մասնակցում այս մրցույթին եւ կրկին հնարավորություն եմ ունեցել նվագելու կամերային նվագախմբի հետ։ Դեպի դասական Եվրատեսիլ մրցույթը ինձ տվեց նոր բեմական փորձ, եւս մեկ անգամ բեմ բարձրացա, շփվելով մասնակիցների հետ ձեռք բերեցի նոր ընկերներ, իսկ նվագախմբի հետ ելույթ ունենալը կարևոր փորձառություն կլինի ինձ համար։ Նվագախմբի հետ արդեն ելույթ եմ ունենում 4-րդ անգամ, ամեն անգամ նոր բան եմ ձեռք բերում, հասկանում, սովորում եւ զարգանում։ Մաղթում եմ բոլոր մասնակիցներին եւ ինձ նույնպես հաջողություն եւ լավ ելույթ եզրափակիչ փուլում։ Վստահ եմ, որ բոլոր մասնակիցներն էլ լավ ելույթ կունենան, լավ մրցակիցներ են, ով որ մասնակցում է այս ընտրական փուլերին, դրանք եւս հաղթող են, որովհետեւ ձեռք են բերում նոր հնարավորություններ։ Ես Մարի Հակոբյանն եմ, 16 տարեկան, ծնվել եմ Երևանում, այժմ սովորում եմ Վիեննայի երաժշտության և կատարողական արվեստի համալսարանում, պրոֆեսոր Ստեֆան Կրոփչի մոտ, նաև սովորում եմ Բերլինում, պրոֆեսոր Դավիթ Գենիգասի մոտ։ Թավջութակը իմ համար միշտ շատ յուրահատուկ գործիք ա եղել, և թավջութակի սերը ես ստացել եմ իմ մայրիկից։ Միշտ ինքը իմ համար շատ սիրուն ա եղել, շատ հետաքրքիր ա եղել։ Դա համար փոքր ժամանակ, ճիշտն ասած, իմ մայրիկը երբ որ նվագում էր, միանգամից ինձ հետաքրքրեց, հետո մենք միասին սկսեցինք սովորել։ Ես շատ տարբեր բեմերում նվագել եմ, բայց իմ համար Եվրատեսիլում մասնակցելը անչափ կարևոր է, որովհետև հնարավորություն կունենամ ներկայացնել Հայաստանում եւ շատ ուրախ եմ, որ կարողացել եմ ծանոթանալ նման տաղանդավոր երեխաների հետ։ Ճիշտն ասած շատ է ուզում անցնել, իհարկե, շատ պատրաստվել էի, լավ էր, ես ուրախ էի, գոհ էի, բայց որ անունս լսեցի, շատ ուրախացա։ Ճիշտն ասած իմ անունը վերջերում ասեցին, դրա համար ահագին արդեն լարվում էի, բայց հա որ ասեցին, շատ ուրախացա։ Մարի Հակոբյան։ Իհարկե բոլորին հաջողություն եմ մաղթում, վստահ եմ, որ հիանալի համերգ է լինելու։ Բոլորը շատ լավ նվագում են, ես արդեն լսել եմ, վստահ եմ, որ ամեն ինչ շատ լավ է անցնելու։ Ես Կարեն եմ Գևորգյան, 18 տարեկան կլարնետահար։ Ես ծնվել մեծացել եմ Շիրակի մարզի Ախուրյան համայնքում։ Սովորում եմ Գյումրու Կարամուրզայի անվան պետական քոլեջում։ Երաժշտությամբ արդեն զբաղվում եմ 10 տարի։ Իմ հայրը նույնպես եղել է երաժիշտ։ Նա զբաղվել է սիրողական կլարնետով, շատ է սիրել այդ գործիքը ու 4 տարեկան հասակից ինձ հայրս արդեն սկսել էր կամաց սովորել կլարնետ նվագել։ Բեմում կանգնած էի ու չգիտես ինչի կար մի հատ հետաքրքիր զգացողություն, որ անցնելու եմ ու երբ որ երկրորդը մեր խմբում ես լսեցի անունը, անկեղծ շատ ուրախացա։ Մի պահ չէի հավատում անկեղծ։ Կլարնետահար Կարեն Գևորգյանը։ Ինձ եւ մնացած մասնակիցներին ուղղակի մաղթում եմ հաջողություն եւ նրանք ցանկանում եմ որպեսզի նվագեն ուղղակի լավ զգալով, չմտածեն որ դա ուղղակի մրցույթ է, այլ տեսնեն դա որպես համերգ։ Բոլորն էլ ովքեր որ հիմա թե եղել են կիսաեզրափակում, թե եզրափակում, բոլորն էլ լավ եւ մրցունակ մասնակիցներ են։ Թող հաղթի լավագույնը։ Եզրափակում նրանք ելույթ են ունենում Հայաստանի պետական կամերային նվագախմբի նվագակցությամբ եւ ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի փողային եւ հարվածային գործիքների նվագակցությամբ։ Սա ոչ միայն անմոռաց հիշողություն է, այլ նաեւ փորձառություն է, թե ինչպես պետք է նվագել նվագախմբի հետ, մանավանդ այս կարգի նվագախմբերի հետ, Հայաստանի լավագույն երաժիշտների հետ։ Օրինակ, եթե դաշնամուրով դու կարող ես անել ամեն ինչ, դաշնակարը քո դասարանի ծանոթ է եւ կհետևի քեզ, կդանդաղացնես, որտեղ քեզ հարմար է արագացնես եւ այլ նվագախմբի հետ այդպիսի բաները չի անցնի։ Ինձ համար շատ ուրախալի է, որ պատանի երաժիշտները շատ
արագ բռնում են օդից, թե ինչա պետք անել։ Եթե առաջի անգամ գալիս են ինչ-որ միտեղ սովորել իրենց դաշնամուրի նվագակցությամբ, նվագում են ինչպես պատահի եւ այլն չեն լսում, երբ ուշադրություն ես հրավիրում, սկսում են լսել, ոչ միայն նվագել, սկսում են լսելով նվագել, սա ամենակարևորն է երաժշտի համար, ջրում ինչքան էլ մենակատարեն, մի ընդհանուր համաձուլվածք պետք է լինի, հա, իրար հետ պետք է լինի այդ ի վերջո լավագույն կատարումը։ Ես Հարությունյան Միքայելն եմ, 14 տարեկան, սովորում եմ Չայկովսկու անվան երաժշտական դպրոցում։ Երաժշտությամբ զբաղվում եմ 6 տարեկանից, սկզբում սովորել եմ բլոկ ֆլեյտա, դաշնամուր, հարվածային գործիքների վրա, իսկ 10 տարեկանից սկսել եմ սովորել սաքսոֆոնը, պրոֆեսոր Ալեքսանդր Մանուկյանի դասարանում։ Ես բացի դասականից նաև շատ եմ սիրում ջազը եւ լսելով սաքսոֆոնը սիրարվեցի այդ հնչողությանը։ Ջազ երաժիշտներից շատ եմ ոգեշնչվում, հատկապես Չարլի Պարկերից։ Ես անկեղծ շատ էի ուզում անցնել եզրափակիչ։ Միքայել Հարությունյան, սաքսոֆոնահար։ Հուզմունք կար, այո, եւ լսելով մյուս երաժիշտներին շատ տպավորված եմ, թե որքան լավ երաժիշտներ կան Հայաստանում։ Ինձ եւ մյուս մասնակիցներին մաղթում եմ լավ ելույթ եւ հաջողություն։ Ես հավասար եմ գնահատում բոլորի ուժերը եւ դրա պատճառով չեմ կարող ասել, թե ով կհաղթի։ Ես Արսեն Բալայանն եմ, 19 տարեկան, կլարնետահար Երևանից, ավարտել եմ Երևանի Միքայել Մանուկյանի անվան արվեստի դպրոցը, կլարնետի դասարան, հիմա պատրաստվում եմ ընդունվել Երևանի պետական կոնսերվատորիա։ Կարծում եմ կլարնետը այնպիսի երաժշտական գործիք է, որով կարող եմ նվագել երաժշտության ցանկացած ոճ։ Սկզբում ավարտել եմ շվի գործիքը, այնուհետև որոշեցի, որ պետք է նաև սովորեմ կլարնետ։ Շատ սիրում եմ նվագել դասական, ինչպես նաև բլյուզ, ջազ։ Իրականում անակնկալի եկա, այդքան էլ չէի սպասում, որ հնարավոր է անցնեմ, բայց որ անցա շատ ուրախացա, որովհետև միանգամից մեծ պատասխանատվություն է եզրափակիչում նվագել նվագախմբի հետ, դա ինձ համար արդեն իսկ մեծ հաղթանակ է։ Արսեն Բալայան։ Դեպի դասական Եվրատեսիլ նախագծում մասնակցել ինձ տվեց մեծ փորձ, հետաքրքիր միջավայր զարգանալու, ուրիշ երաժիշտներից սովորելու, ինչպես նաև նոր աշխարհներ բացահայտելու, թող հաղթի իսկապես այն մարդը, որ Հայաստանը կներկայացնի լավագույնս աշխարհին։ Ես Կևին Կանանն եմ, ես 18 տարեկան եմ, ես սկսեցի ջութակ նվագել 9 տարեկանից։ Ես ընտրել եմ ջութակ, որովհետև փոքր ժամանակ ես լսում եմ դասական երաժշտություն ջութակ, երբ անցա ֆինալը, ես շատ ուրախացա։ Kevin Cannon. Ես ցանկանում եմ ինձ ու բոլորին հաջողություն։ Ես Նարեկ Սարգսյանն եմ, 14 տարեկան, քաղաքապան, բայց այժմ ապրում եմ Երևանում։ Սովորում եմ Երևանի Սայաթ Նովայի անվան երաժշտական դպրոցում բլուլի բաժնում։ Համեմատած մյուս գործիքների շվին ինձ մոտ ավելի լավ է ստացվում, այդ իսկ պատճառով ընտրեցի շվի գործիքը։ Ես փորձեցի կոտրել բոլոր կարծրատիպերը, որ շվի գործիքով կամ ընդհանրապես ազգային գործիքով դասական գործ
չես կարող նվագել, որոշեցի, որ ես պետք է կոտրեմ այդ կարծրատիպերը եւ ընտրեմ դասական ստեղծագործություններ եւ մասնակցեմ այս մրցույթին։ Հենց նախնական փուլից սկսած տրամադրված էի, որ պետք է նավագույնս ներկայացնեմ եւ կարողանամ ասնել միջև եզրափակիչ, ինչու՞ չէ նաեւ ներկայացնեմ Հայաստանը դասական Եվրատեսիլում եւ ներքին զգացողություն կար այս սկզբից, որ ես կարող եմ ասնել եզրափակիչ փուլ։ Նարեկ Սարգսյան Քանի որ երկրորդ անգամ եմ մասնակցում դեպի դասական Եվրատեսիլ մրցույթին, հենց առաջին անգամ շատ բան եմ սովորել թե ժյուրիից, թե մնացած մասնակիցներից եւ ինչու՞ չէ նաեւ ձեռք եմ բերել ընկերություն եւ դա ինձ թվում է ամենամեծ ձեռքբերումն է այս մրցույթում, քանի որ դու շփվում ես եւ ընկերների հետ, ինչու՞ չէ նաեւ ժյուրիի հետ եւ շատ բան է սովորում նրանցից։ Բոլոր մասնակիցներին մաղթում եմ հաջողություն, թող հաղթի ուժեղագույնը։ Հոյակապ իրողություն է սպասում Հայաստանում, առաջին հերթին մեր այս եզրափակիչը, որ պետք է լինի, եւ շատ դժվար ընտրություն հանձնաժողովի անդամներին, եւ ապագայում ամռանը իհարկե հուսամ, որ առաջի, բայց ոչ վերջին անգամ Հայաստանը կհյուրընկալի դասական Եվրատեսիլը։ Ընդհանրապես շատ քիչ եմ սիրում երաժշտական մրցույթներ։ Գիտեք, երաժշտական մրցույթները սուբյեկտիվ տար են պարունակում իրենց մեջ, հա։ Սա այնպես չի, որ ասենք հստակ երևում է հաղթողը ինչպես ֆուտբոլում գոլ խփեց եւ ավել հաշիվ կամ ավելի բարձր թռավ կամ, հա, չնասմացնելով սպորտի ընդհանրապես բնագավառը։ Ուղղակի սա բացարձակ ուրիշ է։ Այստեղ չափանիշները շատ երբեմն սուբյեկտիվ են, բայց այնուամենայնիվ այն, ինչ որ ես տեսա անցած անգամ մրցույթին Հայաստանում եւ ֆինալը, որ տեղի ունեցավ Նորվեգիայում, իմ կարծիքով սա իրոք այն արժանի մրցույթն է, որին պետք է մենք ձգտենք, Հայաստանը պետք է ձգտի մշտապես մասնակցել, որովհետև դա մի մեծ խթան է հանդիսանում պատանի երաժիշտների մասնակցությունը այդ մրցույթին։ Եվ մեր բոլոր պատանի երաժիշտներին ես մաղթում եմ իրենց լավագույն ուժերի կարողությամբ լավագույն ելույթ։ Հաջողություն եմ մաղթում։ Դիտեք Առաջին ալիք Ամերիկայի հեռուստակոնտենտը։ Բաժանորդագրվեք Առաջին ալիք Ամերիկայի YouTube-յան ալիքին First Channel America։